Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հարգելի գործընկերներ, բայց այնուամենայնիվ կարծում եմ կա մի տվյալ, որը մեր այս խոսակցության տրամաբանության մեջ ունի էական նշանակություն։ Դուք գիտեք, որ յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ը վերջնաժամկետն է Հայաստանի Հանրապետության ընկերությունների համար վճարել շահութահարկը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ 2000 հեղափոխությունից հետո մենք Հայաստանում շահութահարկի դրույքաչափը 20%-ից նվազեցրել ենք 18%-ի։ Եվ ուզում եմ հիմա ամփոփել, թե ինչ է տեղի ունեցել մեր շահութահարկի հետ։ 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ նախորդող 25 թվականի համեմատ վճարվել է 265.8 միլիարդ դրամի շահութահարկ։ Պարոն Հակոբյան, եթե սխալվեմ, հանկարծ թվերի մեջ կուղղեք ինձ։ Ուրեմն 2017 թվականի համեմատ շահութահարկը ավել է 5.4 անգամ կամ 444%-ով։ Սա երկու բանի մասին է։ Առաջինը, որ մենք ասում ենք, տեսեք, շատ խոսվում է 18 թվականից եւ դրանից առաջ էլ նախորդ օրակարգերի, այսպես ասած, թալանված եւ թալանվող փողերի մասին, որը մի մասով եղել է ստվեր առնված, այսինքն հենց մի մասով չէ, հիմնականում եղել է ստվերային շրջանառություն։ Եվ ահա այդ ստվերային շրջանառությունը այլևս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մտնում մի մասը եւ Հայաստանի Հանրապետության կարիքների համար ծախսվում։ Մյուս մասը մեր կողմից տնտեսության խթանումն է եւ այն ինչի մասին նախորդ անգամ ես խոսեցի կառավարության զեկույցի քննարկման ժամանակ, որ մենք ըստ էության 2018 թվականին եւ համաշխարհային 2018 թվականից եւ համաշխարհային միջինից եւ Եվրասիական տնտեսական միության միջինից բարձր տնտեսական աճեր ենք ապահովել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ահա այս արդյունքը կա։ Եվ ելի ուզում եմ եւ առաջիկայում ես հասկանում եմ, երբեմն մտածում եմ, որ մի քիչ կարող է շատ եմ ես դրա մասին խոսում, բայց ես անկեղծ ասած հետո ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ չէ, շատ չեմ խոսում դրա մասին, որովհետեւ եթե քանի դեռ Հայաստանում կա ՀԴՄ կտրոն չտալու դեպք, պետք է սրա մասին խոսալ։ Երեգել այդ տեղում առաջացավ, երեխաների հետ պետք է դրա մասին խոսանք նաև, որովհետև երեխան այսօր երբ որ գալիս այդ դպրոցը տենմա զարմանում, սենց մեծացած աչքերով, ինքը պետք է իմանա այդ դպրոցը ոնց է ստեղծվում։ Ինքը պետք է իմանա, որ ինքը երբ որ պաղպաղակ է առնում եւ ՀԴՄ կտրոն է վերցնում, դա նման դպրոցների քանակը ավելացնում է եւ երեխան պետք է իմանա, որ այն դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների եւ մնացած բաների բացակայությունը բացակայության պատճառը շատ տեղերում այդ թվում այն է, որ ինքը գուցե իր ծնողները եւ մենք բոլորս առանձնակի կարեւորություն չենք տվել այս հարցին։ Եվ ես ուզում եմ այսօրվա նիստը ամփոփել կրկին անգամ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող օրենքով սահմանված հարկերը վճարվող բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր երբեք չեն մոռանում հաշվիչ հսկիչ դրամարկային կտրոն թողարկել եւ այդ հսկիչ դրամարկային կտրոնը սարքավորումը կարգաբերված է այնպես, որ կատարված առևտուրը պետական եկամուտների կոմիտեում գեներացվում է սահմանված ձևով առանց միջանկյալ սերվերների եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր առևտուր անելիս չեն մոռանում հսկիչ դրամարկային կտրոն վերցնել։ Եվ ես օրինակ ուզում եմ խոստովանել, որ ես այս ընթացքում տեսեք, այսքան խոսում եմ, չէ՞, այն օրը դեպք ա եղել, որ ես ուղիղ եթերում մոռացել եմ հսկիչ դրամարկային կտրոնը վերցնել, որովհետև մենք պետք է հասկանանք, որ երկար ժամանակ մենք այդ տրամաբանությամբ ենք ապրել, դա տենց կարևոր հարց չի եղել։ Մենք պետք է անընդհատ խոսանք սրա մասին, որովհետև եթե ես եմ մոռանում, ինքն էլ ուղիղ եթերում, պատկերացնենք ոչ ուղիղ եթերում ինչա տեղի ունենում, այնպես որ
եթե մի քիչ շատ եմ խոսում, ըմբռնումով մոտեցեք, բայց որպեսզի ես քիչ խոսամ, դուք էլ խոսացեք դրա մասին։